Այս ղեկավարները, որ անցան այդ իշխանությունը վերցրին իրաց ձեռը, ռեսպուբլիկան միշտ գնաց դեպի անկում։ Շատ կներեք, եթե ուրիշ ղեկավարներ լինեին, կարող է ուրիշ ձևի լինել։ Կարող է։ Օրինակ։ Օրինակ, եթե լավ ղեկավարներ լինեին, ազգի հետ գնային, ճարպիկ լինեին եւ տնտեսությունից լավ հասկանային, այս վիճակի մենք չենք լինի։ Այդքան ծառը, որ կդրեցինք, ճյուղը կդրեցինք կանաչապատը, ինչո՞վ պետք է շնչենք հիմա եկող տարի, օդ կլինի շնչելու ես մեր երեխա։ Շատ կներեք, ով է կտրել այդ ծառերը։ Մեկ ժողովուրդը, ովքեր որ ջերմություն չի ունեցել մեկ երեխան, բայց էլի ինչ որտեղ սխալ են արել։ Ժողովուրդը խիակ։ Պետք է դիմանան։ Ժողովուրդը բավական ստիպված է եղել։ Թող հավաքին երեխաներին, փոքր երեխաներին մի հիվանդանոց միտեղ ջերմություն տային, այդ տեսակի մանր երեխաներով կան նրանց այդտեղ բնակեցնին ջերմություն տային, իսկ մնացած մեծերն էլ կդիմանային սենակների մեջ եղած Ապեցին մեզ, ասեցին այս տարի ավելի շատ մազութ ենք տնտեսել, ավելի շատ գազ ենք պահել, որ ձմեռը տանք ժողովրդին։ Խաբեցին, մենք էլ վարարանել չառանք, ոչ մի պատրաստություն էլ չտեսանք, մնացինք բաղի քաշեց մինիստրը մեզ, բաղի քաշեց։ Եթե չխաբեին, մի բան կանեինք գույնի։ Ճիշտ կասեմ, որ մեր Հայաստանի պայքարեցինք, ամեն ինչ արեցինք, որ մեր ժողովուրդը, մեր երեխեքը առաջի հերթին մեր երեխաներն են։ Կայնել են, ժողով էին անում, որ երեխաներ ունեցեք, սենց էր երեխեքին պահում։ Հարգավոր անել գոնե մեծերը, մի կերպ, յոլլային հետը, բայց երիտասարդները, են փոքր երեխեքը, որ սոված տունը մի կտալ պիսոկ չկա, շաքար չկա, որ կցեն բանան են, սոված քնում են, այդ դրա համար պայքարեք։ Դուք ինչպես եք տակացնում ձեր տունը։ Ես կարծում եմ, որ ես Չէ, տունը ոնց եք տակացնում։ Ես ոնց եմ տակացնում, հիմի որ տելում ես գրիբ եմ ընգե։ Պարկում եմ շորերը կծում եմ վրես, գլուխս էլ դուրս անում, առոդը վեր եմ կանում, թափ եմ տալիս ինձ, վեր եմ կանում, ման եմ գալիս, ոնց տակացնեմ ես ինձ։ Թոշակառու մարդ եմ, այն օրը գնացել եմ 1900 մետր տվել եմ 1 կիլո կալբաս եմ արել, 100 մետրի թողել եմ, որ հացարն եմ ուտել։ Այդտենց հա ժողովրդին նայում։ Ես այսպեսի մի բան ասեմ։ 41 թվին Դոբրավոլից գնացել ենք երկու եղբայրներով միասին։ 51 թվին եկել եմ հաշվանդամ, մի ներկայությամբ էլ ասկոլկեքով կանգնած եմ։ Մի հայրենական օպերացիաներ թողած։ Բաքում ծառ ենք տնկել, դպրոցի կողքով անցել եմ, այս մատղաշ ծառները կտրել եմ, որ նորը ստեղծած, նորաբողբոյ ծաղիկ էին դրանք։ Հանուն ինչի։ Ես թոշակ եմ առնում, կինս հիվանդ պարկած, գազ չկա, ջուր չկա, հաց չկա, նավթ չկա, սալյարկա չկա, շատ ներողություն, կլիզմանել էլ ջուր չկա։ Ինտերվյու տվեք ես բոլորը, խնդրում եմ, ես Գուսան Թորգոմն եմ, անսամբլը Գերտաստանը մեկ ընտանիքից, ուջանցի եմ, էդ էլ ասեմ ձեզ, ենքան հուզված եմ, որ, ենքան հուզված եմ, ես պետերից, ես ղեկավարներից, մի ծառը, որ կտրեն այսպես, տնկած ծառը, պարանը կապած լինի, Պողոս քաշի քեզ, Պետրոս քաշի քեզ, Մարկոս քաշի քեզ, Կիրակոս քաշի քեզ, այդ ծառը ոչ կկտրվի, ոչ էլ ամեկ իրեն է ձգում։ Եվ ստեղ եմ ասում, ամեն մարդ էլ զենք է վերցել, բայց դե որսկան չի լինի։ Անտառում կենդանիք շատ կա, բայց դե ջեյրան չի լինի։ Ամեն գրող, ամեն ջնջողից բանաստեղծ գուսան չի լինի, ամեն մարդից ղեկավար չի լինի։ Ղեկավարին, գուսանին մուսանել հետն է պետք։ Ղեկավարը պետք է կանչի ժողովրդին։ Իմ հայը գնացել է վայվայն է մնացել։ Իմ տղեն ինչպես սիրի ես երկիրը։ Ուզա քարը քանդի, քարը շալակի, ծառը կպոկի։ Կյանքն է, ծառն է թանկ, ես ասում եմ, խնդրում եմ ինտերվյու տալ։ Ծառն է թանկը, թե իմ թորի կյանքը, թե իմ կյանքը։ Հիմա ծառը որ, բայց ոչ մատղաշ ծառի մասին է խոսքը։ Այն պտա ծառը կտրեն։ Վաղը ընջահելը կտնկի, միսօր գարուն բացավ կտնկի։ Բայց ղեկավար որ չկա, ես աղիհան 20 անգամ ես շրջել եմ, ասում Գուսանի Բերնին չունի չափ, տեսադաշն է լուսինի չափ, կհորին է ցուրտ է շիտակ, սիրտը ծով է հայ Գուսանի։ Ես տեսնում եմ, ոնց եմ զավոդում ցեմերն է թափած, այդպես աղա մեր աղի հանքումով որ չի գնացեք տեսք, նավեսների տակ թափածա։ Այն կրուպնի աղեն, այն որ սկի գյուղում ոչխարներին էլ չէին տալիս այդ աղա։ Իսկ մեզ մոտ ունիվերսամում պիստոլետով դանակով են արձակում աղի վրա, չկա, ինչու չկա, որտեղ Ղարաբաղը մեղավոր չի։
Ղեկավար Ղարաբաղ անտառը երկիր է, մշտադալար երկիր է։ Կազմակերպի ավտոշարասյուն, ընդեղի փտած անտառի ծառներ կդրի բեր բակերում հաշվանդամիա փոքր երեխայի այդ ծանր օր ընտանիքի ծանրաբերած օգնություն ցույց տուր։ Ոչ թե քաղաքի ծառերը կդրի։ Այո։ Այդ ծառերը մենք ենք տնկե։ Ժամանակ որ մենք ծնվել ենք Երևան, այսինքն երեխա ենք ամեն փողոց, ամենտեղ ծառներ ենք տնկե։ Ծառերը տնկել ենք որ մեծանանք մեր թորները, մեր երեխեք այդ ծառերով, նստում ենք ծառի տակը ամառա, գալիս ենք ստեն նստում ենք։ Միշև անգամ էս 11 եկի չկա որ նստում ես վրան։ Երկաթները գցածա փեդերը տարած։ Բա ղեկավար չկա։ Աթորներ սաղ ջարդել տարել են։ Ծառները ինչ պետք անեն։ Քել գլուխ մարդը կտնկի նորից, բայց չէ ընտանիքներում բաժանություն։ Բան ասեմ, որ ժողովրդին չի հետաքրում ղեկավարության շրջափակումը թե ինչպես է ընդհանրապես Հայաստանում։ Ղեկավարությունը մինիմալ պահանջները ժողովրդի պետք է բավարարի։ Այսինքն ես դրա համար կարամ օրինակներ բերեմ, ժողովրդին բացարձակապես չի հետաքրում այդ ամեն ինչը, գոնե պետական մակարդակով պետք է նվազագույն գներով էլի, ապրանքը խոսքի սալյարկա է կամ բենզինա կամ այլ ապրանքներ, ես հիշում եմ անգամ պաշտոններից մեկը ելույթ էր ունում հերոսությամբ ու մեկնարկեց sense այդ մոմենտը, որ եթե միտեղ շուկական հարաբերություն կա, ուրեմն այնտեղ պետական մակարդակ չի կարող լինի։ Շատ ամենակետ ինչ-որ արտահայտություն արեց ու բացի դրանից էլ օրինակ եթե հիմա չի կարողանում ղեկավարի երկիրը, ես sense եմ մտածում, ուրեմն պետքա փոխվի, մարդիկ Ասխան կտամ, սրանց տանեն Ճապոնիա։ Այն ամենակատարյալ լաբորատորիայում, եթե սրանց մեջ պրեզիդենտից բռնած միջև կառավարությանն վերջինը, եթե դրանց երակներում մեկ կաթիլ հայ արուն բռնեցին, ես ինքնասպան կլինեմ։ Տանեն այնտեղ լաբորատոր անալիզի ենթարկեն։ Ես ասեմ, որ սրանք ոչ միայն հայի, այսպեսի, գիտեք, տականքից։ Բայց մեր ընտրալն է Դες մեկ հորից, մեկ մորից, հա, պատկերացնում եք, ես նույնիսկ, ինչ ասես ախեր, այսօր էլ ուրեմն այն լեկտիությամբ, ուրեմն մարտահրավեր են ետում ամբողջ ազգին, մեկ սպառնում է, որ Հայաստանը կդարձնի Վրաստան, որովհետև այնտեղ մի ճիվաղի մեկը Վրաստանը արնահեղության վերացեց, մեկ ասում է, որ գիտեք ինչ, դե հալա ինչ ժամանակ տվեք, այսինքն ժամանակ տվեք, որ մենք անցնենք, չանջատես, ժամանակ տվեք, որ մենք մեր ուրեմն գործը վերջացնենք, այսինքն ժամանակ է ուզում, որ հողը լցնի ժողովրդի գլխին։ Բայց ես ասում եմ, ես նորից եմ ասում, այս ճիվաղները թողեն, որ ժողովրդին մտածում են, որ ժողովուրդը այդքան համբերատար է եւ այլ, այդպես մոտեցումով եւ այլը, արդեն դանակը հասել է այնտեղ, որ ժողովուրդը կացնով դուրս կգա։ Այդ թող հիշեն Գերցենի այն խոսքերը, որ ասում է Ռուսաստանը, այսօր ես ասում եմ Հայաստանը կացնի պետք է դիմի եւ այս ճիվաղների գլուխները սոխի պես մինչեւ չթրջեն, մինչեւ Հայաստանը ոտքի չի գա։ Մեր սահմանամերձ շրջաններն այսօր ամբողջապես տագնու վրա են եղել։ Մեր ժողովուրդն այսօր ցրտից սառել է, սառած գորտի նման սպասում ենք, որ գարունը գա, տաքությունն ընկնի, սկսենք շարժվել։ Պատկերացնում եք, մարդը այսօր, այն մարդը, որ նամուսով, այն որ ասենք հեղինակություն, արժանապատվություն է ունեցել, այն մարդը այսօր գալիս է մոտենում է քեզ եւ խնդրում է, որ մի 20 ռուբլի փող տաս, ուրեմն մի կտոր հացի համար։ Բա Հայաստանի որ այդ սերունդն այդպես համաշխարհային մուրացկան եղել։ Աշխարհն ասում է մեզ ճանաչում է, որովհետև մնացել ենք շապիկով։ Վաղմիսերն այդ շապիկն էլ մեր հակից կանեն, կմնանք բոլորովին չփլախ, այն ժամանակ աշխարհը բոլորովին կճանաչի։ Ես ձեզ ասում եմ, եթե այսօր Երևանում իմանան, որ այսինչ ուրեմն Երևանի այսինչ թաղամասում մի հատ տկլոր մարդ կա, մերկ մարդ, ամբողջ ազգաբնակչություն, ամբողջ հայերը կհավաքվեն այնտեղ, տեսնեն թե մատով է տկլորը։ Ուրեմն մենք այդ տկլորի օրին ենք հասել եւ աշխարհը նայում է մեզ ու մեր վրա խնդում, այս ապուշներն էլ ասում են, տեսեք ուրեմն ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է, արդեն համաշխարհային ճանաչում են գտել։ Ուրեմն տկլոր մարդուն, սոված մարդուն բոլորն են ճանաչում։ Մենք այսօր աներես մուրած կան։ Մեր աներեսությունը Զարմանում եմ։ Ուղղակի ապշեցուցիչ է, որ միկրոֆոնը մեկնել եք ամեն պատահական մարդու եւ Ինչի պատահական։ Մարդը, որը այստեղ ապրում, Հայաստանի բնակիչ է։ Դուք էլ նույն ձևի պատահական մարդ եք։ բայց ես ինձ թույլ չէի տա դեմագոգիկ արտահայտություններ անել։ Արեք ուրիշ արտահայտություն։ Ինչի մասին։ Ես ուզում եմ ասել, որ շատ ցավալի է, որ իրոք այսպիսի երևույթներ է նկատվում, որ հավաքվում են եւ ով ինչ ուզում է ասում է։ Որտեվ փորձը պետքա ցույց տար, որ այդ ձև խոսալով ոչ մի բանի չի բերի։
Շատ կներեք, դուք ինչ եք ուզում ասեք դա։ Մասելիքս էսա, որ սա ոչինչի չի բերի։ Սա անիմաստ քայլ է։ Ինչը ինչի կբերի։ Ինչ եք ուզում որ բերի ես ասեմ։ Ես ասեմ, ինչը կբերի նրան, որպեսզի մի րոպե շատ կներեք։ Ինչը կբերի, որպեսզի տաք լինի տանը, որպեսզի մենք Երևան քաղաքի ծառեր չկտրենք, ինչը կբերի, որպեսզի մենք նորմալ մետրո նստենք, առավոտը ժամը 9-ին գնանք աշխատանքի եւ երեկոյան ժամը 5-ին գանք։ Ինչը կբերի դրան, եթե դուք ինչ-որ կոնկրետ բան ունեք, ասեք։ Իսկ դուք հույս ունեիք այս մարդ ձեր պատասխանը տար։ Այո, ես կտամ։ Գիտեք ինչ, ինձ պետքա իր խնդրեմը, ոչ թե ինքը ինչ կասի։ Ինքը կասի այն ինչ որ հիմա կա։ Հիանալի է։